Ողջույն, եթե դեռևս չեք պատրաստել այս անչափ համեղ կարկանդակից, ուրեմն հետևեք ինձ։ Պատրաստենք կարկանդակ ժուլիեն։ Միջուկը կլինի երկու տեսակի, խմորը նույն տեսակից։ Խմորը շաքարավազային ոչ քաղցր դասական խմոր է։ Մեկ չափաբաժնի համար, այսինքն մեկ կարկանդակ պատրաստելու համար վերցնում ենք 200 գրամ ալյուր, 100 գրամ կարագ։ Լավ տրորում ենք, մինչև փոշիանա, դառնա համասեռ, զանգված առանց գնդիկների։ Ավելացնում ենք կես թեյի գդալ աղ, կես ճաշի գդալ շաքարավազ, կես թեյի գդալ փխրեցուցիչ, 1 ձու և 1 ճաշի գդալ ջուր։ Քանի որ ես երկու կարկանդակ եմ պատրաստելու, խմորը երկու չափաբաժին եմ պատրաստել, բաժանել եմ երկու գնդի։ Դուք, եթե մեկ չափաբաժին եք պատրաստում, կստանաք մեկ գունդ խմոր։ Խմորը պատրաստելուց հետո տափակեցնում ենք, դնում մի կողմ, անցնում ենք միջուկի պատրաստմանը։ Անցնենք միջուկների պատրաստմանը։ Միջուկների բաղադրիչները նախապես կպատրաստեմ, հետո կհավաքեմ առանձին երկու տեսակի միջուկը։ Մեկը կլինի սնկով, մյուսը հավով ու սպանախով։ 400 գրամ սնկից մի հատը վերցնենք, մնացածը կիսալուսնաձև կտրտենք, որպեսզի հետագայում տապակենք։ Կես գլուխ սոխը մանր կտրատենք ու տապակենք բուսայուղի մեջ։ Երբ սոխը արդեն թափանցիկ է դառնում, ավելացնում ենք կտրտած սունկը, տապակում կափարիչի տակ։ Տապակած սունկը համեմում ենք աղով, սև աղացած պղպեղով։ Վերջ արդեն պատրաստ է, տեղափոխենք ափսեի մեջ, դնենք մի կողմ։ Մեր երկու միջուկների համար ընդհանուր անհրաժեշտ է 4 խաշած ձու։ Ձուն քերիչով անց ենք կացնում, նույնպես դնում մի կողմ։ Երկու տեսակի միջուկներին էլ պետք է գալու ոչ աղի հալվող պանիր։ Ընդհանուր 280 գրամ պանիր քերիչով անց ենք կացնում, դնում մի կողմ։ Անհրաժեշտ է նաև կտրտել կես կապ սամիտ, միջուկներից մեկի համար է անհրաժեշտ լինելու։ Հավի խաշած 1 կրծքամիս և 2 ազդրամիս։ Պատառաքաղների կամ հարիչի օգնությամբ ծվատում ենք, ապա տապակում բուսայուղում և դնում կողքի, սա նույնպես այս ամբողջ ծավալը անհրաժեշտ է երկու միջուկների համար։ Տապակելու ընթացքում ավելացնում եմ աղ, սև աղացած պղպեղ։ Այս բաղադրիչը նույնպես պատրաստ է։ Տեղափոխենք ափսեի մեջ, դնենք հովանա։ Լվացած ջրքամած 1 կապ սպանախը մանր կտրտենք, լցնենք ափսեի մեջ, նորից դնենք կողքի։ Պատրաստենք առաջին կարկանդակը։ Խմորը բացենք, տեղափոխենք 24 սմ տրամագծով ձևամանի մեջ։ Եթե գրտնակելու ընթացքում խմորի եզրերը պատռվեն, հոգ չէ։ Սա շաքարավազային խմոր է և շատ հեշտությամբ ձեռքով կարող ենք կարգի բերել, մեր ուզած տեսքը տալ, արդեն իսկ ձևամանի մեջ, ինչպես տեսնում եք, ես այստեղ հավասարեցնում եմ, տալիս եմ բարձրություն 2 սմ, որպեսզի միջուկը դուրս չթափվի։ Պատրաստենք սպանախով միջուկը։ Հավի մսի կեսը, 2 քերած ձուն, կտրտած սպանախը, ընդհանուր պանրի 1/4 մասը,
Բոլորը խառնենք ամանի մեջ, ավելացնենք սև աղացած պղպեղ։ Պատրաստենք թանձրուկը։ 200 գրամ թթվասերին ավելացնենք 2 ճաշի գթալ մայոնեզ, 1 ձու, առանձին ամանի մեջ 1 թեյ գթալ օսլայի վրա ավելացնենք 1 ճաշի գթալ ջուր, լավ խառնենք, ավելացնենք թթվասերային զանգվածին։ Նշված քանակությունը 1 չափաբաժին է, 1 կարկանդակի համար նախատեսված։ Երկրորդ կարկանդակի համար կպատրաստեմ ևս 1 չափաբաժին։ Արդեն իսկ հավաքած միջուկը տեղավորում ենք խմորի վրա, հարթեցնում, դասավորում, ապա վրայից կավելացնենք պատրաստած թանձրուկը։ Նրանք, ովքեր ժուլիենի սիրահար են, առաջարկում եմ անպայման պատրաստել և համտեսել։ Համոզված եմ, որ սա կդառնա ձեր մշտական ճաշացանկի մի մասնիկը։ Թանձրուկը տեղավորելուց հետո վրան ցանում ենք պանրի մնացած 1/4 մասը, այսինքն ընդհանուր պանրի կեսը օգտագործում ենք 1 կարկանդակի համար։ Թխում ենք 170 աստիճան տաքացրած ջեռոցում, մինչև որ պանիրը կեղև կազմի և կարմրի թեթևակի։ Անցնենք երկրորդ կարկանդակի պատրաստմանը։ Երկրորդ խմորի գունդը նույնպես բացում ենք, տեղավորում ձևամանի մեջ, այնպես, ինչպես առաջինի համար ենք պատրաստել։ Հաշվի առեք, որ խմորը հաստ չի լինելու։ Անցնենք երկրորդ միջուկի հավաքմանը։ Հավի մսի մնացած մասը, այսինքն կեսը, 2 քերած ձուն, տապակած սունկն ու սոխը, կտրտած սամիթը և պանրի 1/4 մասը, այս բոլորը ամանի մեջ խառնում ենք, ավելացնում սև աղացած պղպեղ, թեթևակի աղ ենք լցնում։ Միջուկը տեղափոխենք խմորի վրա, նորից հարթեցնենք, հավասարեցնենք, թանձրուկից ևս մի չափաբաժին պատրաստենք և լցնենք միջուկի վրա։ Եթե հիշում եք, սունկը կտրտելու ժամանակ մի հատիկ վերցրել էի վրայից։ Շերտերով կտրտում եմ այդ սունկը, դասավորում կարկանդակի վրա։ Ցանում պանրի մնացած մասը և տեղափոխում ջեռոց թխվելու 170 աստիճանի տակ։ Եթե տեսանյութը հետաքրքրեց ձեզ, բաժանորդագրվեք ալիքին։ Մինչ նոր հանդիպում։